Բարև ձեզ սիրելիներս, այսօր 10 է փետրվարի, եթե այս ձայնագրությունը, այս տեսագրությունը տիրոջ կամքով է, այն կտեղադրվի, չգիտեմ որ օրը, չգիտեմ որ ժամին, բայց կտեղադրվի, եթե ոչ, ուրեմն ոչ, որովհետև մենք պիտի հասկանանք, որ այն ամենը ինչ տեղի ունենում, տիրոջ կամքի իշխանության մեջ է տեղի ունենում։ Մենք կարող ենք անել որոշ բաներ մեր կամքով և դա թույլ տա Աստված, որ մենք անենք, թեկուզ լինենք սխալ և կարող ենք անել ամեն ինչ տիրոջ կամքով, այսինքն լինի մեր կամքը, թե տիրոջ կամքը, միևնույն է Տերը որոշում է ինչը տեղի ունենա, ինչը ոչ, ավելի ճիշտ նա թույլ է տալիս ինչը տեղի ունենա, ինչը ոչ։ Ես որոշ ձայնագրություններում ասել եմ, որ Աստված իր զավակների կյանքում թույլ է տալիս, որ սատանան գործի, որպեսզի իր զավակներին ավելի մոտեցնի իրեն, սովորեցնելով, ուղղորդելով, մաքրելով, խոնարհեցնելով, բայց նպատակն այն է, որ Աստված իր զավակներին մոտեցնի իրեն։ Եթե մենք չենք մաքրվում, չենք խոնարհվում, ուրեմն մենք չենք մոտենում Աստծուն, և դա տեղի ունենում հետզհետե, սակայն այն պահից սկսած, երբ մենք ընդունել ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին որպես մեզ Աստված և Փրկիչ, և նրա արյամբ ընդունել ենք նրա արյամբ մեզ տրված հավիտենական կյանքը, մենք արդեն Տիրոջն ենք պատկանում, բայց այդ պահից սկսած մենք դեռ ճանապարհ ունենք քայլելու Տիրոջ հետ, որտեղ որ պիտի մեր արատներից, սխալներից, այն հին կյանքի թողած ծանր կամ կեղտոտ կամ ինչպես ասեմ, այն մեղքի հետքերից ու արատներից պիտի ազատվենք դեռ, դա մի ողջ ճանապարհ է, որ պիտի քայլենք Հիսուսի հետ և խոնարհությամբ ու սիրով գնանք նրա հետևից, որպեսզի Աստված մեզ սովորեցնելով, ուղղորդելով, մաքրելով առաջ տանի։ Դա տեղի ունենում յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, ով իրեն հանձնում է Հիսուսի ձեռքերին։ Եվ ով է ասել, որ դա պետք է լինի հեշտ կամ անցավ, ինչու է այդ ճանապարհը նեղ, ինչու է դուռը նեղ դռնով մեր այդ ճանապարհը նեղ է և դուռը նեղ է, որով որ պիտի մտնենք Աստծո արքայություն և քչերն են ընտրում։ Ինչու՞, որովհետև դժվար է, նեղ է, դժվար է։ Եվ երբ մենք ընտրում ենք, մենք պիտի հասկանանք, որ դժվար է լինելու։ Եվ այդտեղ եւս մի ընտրություն է մեր առաջ կանգնում, մենք սիրում ենք այնքան Աստծուն, որպեսզի իրոք մեր անձը ուրանանք եւ իրոք պատրաստ լինենք բոլոր դժվարություններին։ Սիրում ենք այդքան, որովհետեւ ամեն ինչի գլխում, այսպես ասած, գլխին առաջին տեղում սերն է կանգնած եւ սիրուց է բխում մնացած բոլոր գործերը, որ մենք կանենք։ Այսինքն ես շատ եմ խոսել անցած տարվանից խոնարհության մասին։ Երբ ենք մենք մեր մեջ խոնարհություն գտնում, ուզում խոնարհվել, երբ որ սիրում ենք, որովհետեւ եթե չկա սեր, արդեն չարն է գործում, իսկ չարը հպարտությունն է։ Եվ յուրաքանչյուր մարդ Հիսուսին հանդիպելուց հետո, նրա փրկությունն ընդունելուց հետո, որ սկսում է իր նոր ճանապարհը Հիսուսով, արդեն դժվար այդ ճանապարհը, յուրաքանչյուր մարդ ինքը ընտրում է, ես ինչպիսին եմ ուզում լինել, որովհետև Աստված մեզ փրկել է արդեն, մենք ընդունել ենք, բայց այդ պահից սկսած ես ինչպիսի քրիստոնյա եմ ուզում լինել, ու հիմա ես չեմ ուզում շատ խոսել այդ մասին, բայց ես ուզում եմ իմ մասին խոսել, որովհետև Աստված իմ նման մեղավորին, որ վերցրեց աշխարհիկ կյանքի միջից ու դարձրեց իր ծառան, ես չի կարող սուրբ լինել, որովհետև երբ որ դու դառնում ես Հիսուսինը, դու սրբվում ես նրա արյամբ, բայց դու չես կարող սրբորեն քեզ պահել այդ պահից սկսած, որովհետև քո արատները անդադար դեռ աշխատելու են, չարը քո այն հին արատների, թերությունների բնավորության միջոցով քեզ փորձելու է իշխել եւ հեռացնել Հիսուսից։ Եվ քո սերը այնքան ուժեղ է Հիսուսի հանդեպ, որ դու ընտրես խոնարհությունը, որ դու ուզենաս ամբողջովին ազատվել չարից, որովհետև դա ցավոտ է լինելու, դու պիտի հասկանաս այդ բայից, դա ցավոտ է, բայց ես սիրում եմ Հիսուսին եւ ընտրում եմ Հիսուսին, վերջ։ Հիմա ուրեմն անցած տարի գարնան
վերջներ երևի, ես չեմ հիշում, հիմա չեմ ուզում նայել, չեմ ուզում գտնել, թե Ավետիքը երբ է կարողացել անել այն ձայնագրությունը, որտեղ որ ես սուտ եմ խոսում, որտեղ որ ես տեսնելով ընդամենը մի բան, լսելով 1-2 բառ աղոթքի ժամանակ դրա վրա կառուցում եմ մի սուտ եւ դրանով լավ, հիմա ասեմ, ուրեմն չեմ հիշում, երբ է այդ ամենը եղել, գարնան վերջներ, գարնան որ ամիսներ եւ այլն, բայց հիշում եմ, որ երևի մայիսներ։ Ամեն դեպքում այդ ժամանակից սկսած դրանից առաջ Աստված ինձ ցույց էր տվել զգացողություն մի անգամ տվեց, այսպես իմացություն, զգացողություն, ապրում, որը տեղի ունեցավ մի ակնթարթ այն պահին, երբ ես Աստծոց խնդրում էի խոնարհություն։ Եվ Աստված ինձ զգացողություն տվեց, թե եթե դու խոնարհ լինես, դա ինձ երանություն է։ Ու այդ պահից ես սկսեցի խոսել ու քարոզել խոնարհության մասին, եւ այդ պահից մինչեւ հիմա Աստված գիտի, որ մինչեւ հիմա ամեն օր ես իրենից խնդրում եմ խոնարհություն։ Խոնարհություն եմ միշտ խնդրում Աստծոց, որովհետեւ ես հասկացել եմ, որ հենց այդ խոնարհությամբ է, որ ես կմաքրվեմ ամեն ինչից, որ ես կմոտենամ Աստծուն ավելի, ինչու, որովհետև ես նրան այնքան եմ սիրում, որ ուզում եմ միշտ նրան հեզ լինեմ, նրան խոնարհ աղջիկ լինեմ, եւ ես հասկանում էի, որ դա շատ դժվար է լինելու, բայց ես մինչև հիմա ամեն օր խնդրել եմ եւ դա տեղի ունեցել ու դեռ տեղի ունենում իմ կյանքում եւ մենք բոլորս ունենք ինչ-որ չափի հպարտություն եւ ընդունել քո հպարտությունը դա արդեն դժվար է, որովհետեւ չարեկ մարդու մեջ հպարտություն դնելով նաեւ չի թողնում, որ մարդը հենց այդ հպարտությունը օգտագործելով չի թողնում, որ մարդը ընդունի, որ ինքը հպարտ է։ Հիմա, երբ մենք հասկանում ենք, որ մենք հպարտ ենք, մենք պիտի հասկանանք, որ ուրեմն չարը իշխանություն ունի մեր վրա։ Չարը ազդեցություն ունի, որովհետև ով է հպարտը, Սատանան, ով է հեզը, Հիսուսը։ Ինչպիսին եմ ես ուզում լինել Հիսուսի պես։ Ուրեմն եթե ես ինձ ամեն կերպ փորձեմ մաքրել, ավելի լավը դառնալ եւ այլն, բայց միշտ խուսափեմ խոնարհությունից, հպարտությունս ընդունելուց, ես այսպես էլ ամբողջովին միևնույն է, չեմ կարողանա այնքան մոտիկանալ Աստծուն, որքան որ կկարողանամ, եթե լինեմ խոնարհ, եթե իմ հպարտությունը չընդունեմ, ուրեմն կստացվի ես ինձ խաբում եմ եւ դա յուրաքանչյուրին է վերաբերվում։ Հիմա ուրեմն երբ որ Ավետիքը կարողացել է այդ ձայնագրությունը անել, այդ ժամանակ այդ ընթացքում ես ուրիշ մեղքել եմ գործել։ Դրանք եղել են մոտ օրեր, մոտ ժամանակներ, հիմա ես չեմ ուզում գտնել, հիշել եւ այլն, բայց վստահ եմ, կան մարդիկ, ովքեր որ փորձել են այդ ծուղակները լարել իմ համար, տարբեր ծուղակներ, նրանց ձեռքով շատ գործեր է արվել, որը որ թույլ է տվել Աստված, նրանք շատ անգիր հիշում են, որ ժամանակում ես ինչ եմ արել, բայց ես չեմ ուզում անդրադառնալ չարին, այն իմաստով, որ ես չեմ ուզում հիշել, որովհետև ես ընդունում եմ իմ մեղքը, ես ընդունում եմ իմ սխալը եւ ես շնորհակալ եմ Աստծուն։ Շնորհակալ եմ։ Հիմա ես կբացատրեմ եւ սա իմ համար չի միայն, սա մեր յուրաքանչյուրի համար է։ Հպարտությունը մեղքերի մայրն է, մեղքի արմատն է եւ մինչեւ հպարտությունը մեր միջից արմատախիլ չանենք, ուրեմն մենք մեզ խաբում ենք, ստում ենք, մենք միևնույն է ենթարկվելու ենք ինչ որտեղ սատանային։ Ուրեմն երբ Ավետիքը այդ ձայնագրությունը կարողացել է անել, ես արդեն մեղք էի գործել Աստծու հանդեպ, որովհետև ես խոստում էի խախտել։ Եվ ես չէի հասկանում, ինչպես եմ խախտել այդ խոստումը։ Իհարկե ինձ Աստված ցույց տվեց հպարտության պատճառով, փոքր, մանր, եկել հասել էի այնտեղ, որ խախտել էի խոստումս։ Գիտեք, հպարտությունը շատ ժամանակ այնքան սատանան կարողանում է, չէ՞, այնպես գործել, որ դու չհասկանաս։ Քեզ ցավեցնելով, քեզ ինչպես ասեմ, այսպես ցավերի, էմոցիաների միջոցով, խղճի միջոցով եւ այլն, նա կարողանում է մարդու վրա ազդեցություն ձեռք բերել։ Դրա համար ոչ ոք թող չասի, որ ինքը երբեք մեղք չի գործի, ինչքան էլ որ ինքը Աստծուն է պատկանում,
ոչ ոք չպետք է ասի, որ ես երբեք մեղք չեմ գործել։ Ես մի քանի օր առաջ դրա մասին ձայնագրություն տեղադրել էի։ Ոչ ոք չի կարող ասել, որ ինքը այլևս մեղք չի գործելու, բայց յուրաքանչյուրս ամեն օր խնդրելով Տիրոջը, որ մեզ ցույց տա մեր սխալները եւ լսելով, տեսնելով մեր սխալը մենք կընդունենք, եթե ընդունենք, մենք ավելի ու ավելի կմաքրվենք։ Հիմա ուզում եմ հիշել խոսքս։ Այդ ժամանակ, երբ որ Ավետիքը կարողացել է այդ ձայնագրությունը անել, եւ ես այնտեղ ստել եմ, եւ ես այնտեղ, գիտեք, ես մտածում եմ նույնիսկ, որ եթե ես լսել եմ, որ քանի որ լսել եմ, որ Աստծո ձեռք եմ տեսել, որ Աստված ասել է, որ քո կամքը մի կատարիր այլին, ես մտածեցի սկզբում, միգուցե Աստված իմանալով, որ այն կողմում ով է, նրան ասել է քո կամքը մի կատարիր այլ իմ, բայց ես հիմա մտածում եմ, Աստված ինձ է ասել քո կամքը մի կատարիր այլ իմ, որովհետև ես այդ պահին իմ կամքն է եղել, որ ես մարդուն ստեմ ու իբր փորձեմ օգնել խղճից ելնելով։ Մենք պիտի հասկանանք, որ մեզանից ոչ մեկ չի կարող այնքան խղճալ եւ սիրել Աստծո զավակներին, ինչքան որ Աստված է։ Ուրեմն պետք չի փորձենք լինենք ամենակարեկցողը եւ այլն, եւ լինենք իսկական սիրով լցված ենք, եթե կարող ենք օգնել, եթե Աստված մեզ առաջնորդում է, մենք անենք դա, եթե Աստծո առաջնորդությունը չկա, մենք ինչպես ասեմ, չմտածենք, թե ամեն ինչ կարող ենք անել կամ պիտի անենք, եւ ես երբ Աստծուն խնդրեցի ու հարցրեցի, որ Աստված իմ, լավ, ես մեղք էի գործել եւ ես երբ դա արել եմ, ես հասկացել եմ, որ քեզանից չեմ խոսում։ Ուղղակի ես հասկացել եմ, որ ինչ որ տեսա, դրա վրա սկսել եմ իմ կողմից բաներ ավելացնել, ես զգացողությունները հիշում եմ, ես հիշում եմ, որ ինձ հաճելի չէր, ես ուզում էի ազատվեի, վերջացնեի այդ ամենը եւ բայց խղճից բացի ինչ որ մի բան կար, ինչն էր Աստված իմ, դու ինչու թույլ տվեցիր այս ամենը, որովհետեւ ոչ թե ես չեմ մեղադրում Աստծուն, երբ որ իմ հետ ինչ որ բան է լինում, ես ինձ եմ մեղադրում միշտ եւ ես Աստծուն միայն հարցնում եմ, ինչու թույլ տվեցիր, որովհետեւ գիտեմ, որ Աստված է թույլ տվել, բայց ինչու, որ ես ինչ սովորեմ, որ ինչ լինի։ Եվ Աստված ինձ հիշեցրեց, որ այն ժամանակ ես արդեն խախտել էի մի բան, որ ինքը ինձ պատվիրել էր չանել։ Եվ ես երկար ճնշումների տակ, չդիմանալով արդեն, արել էի մի բան, որն Աստված ինձ պատվիրել էր չանել եւ ես մեղք էի գործել։ Ու հենց այդ մեղքի արդյունքում իմ վրա ազդեցություն էր, դա վարիանսի ուզում ես։ Իմ վրա ազդեցություն էր ձեռք բերել չարը եւ հենց չարն էլ պատրաստել էր ծուղակ, որպեսզի վերջապես ցույց տա, որ ես Աստծուն չեմ պատկանում։ Հիմա տեսեք, այսինքն իմ մեղքն է դա, ես մեղք գործելով ընկա նոր մեղքի մեջ, որովհետև երբ որ ես խոսում էի, ես զգում էի, ես ոչ թե զգում էի, ես գիտեի, որ միգուցե այս 1-2 բառերն եմ ես Աստծուց ասում։ Ու այն էլ վստահ չեմ։ Այո, Աստված հաստատ իրեն է ուղղորդում այդ խոսքերը, թե ոչ։ Ես հիմա փորձում եմ իմ զգացողությունները հիշեմ ու ավելացնում եմ իմ կողմից։ Ինչու հարցրել եմ Աստծուն։ Արդեն այդ օրից, երբ Ավետիքը պատրաստեց ձայնագրությունը, ինչու։ Եվ Աստված ինձ ցույց տվեց, որ իմ եսի պատճառով ոչ միայն խիղճն է դա, ոչ, առաջին տեղում եսն էր։ Ու հիշեցրեց, որ դրանից առաջ ես արդեն խնդրել էի, սկսել էի ամեն անգամ խնդրել Աստծուն, ամեն օր խնդրել, որ Տեր, ազատիր ինձ հպարտությունից, խոնարհեցրու ինձ։ Այսինքն ուզում եմ շատ խառն եմ խոսում երևի, ստացվում է, ես ճնշումներին չդիմանալով արդեն, ես Աստծո տված պատվիրանը, որ ինձ տվել էր, որ ես սա չանեմ, այսինչ բանը խախտել էի, մեղք էի գործել։ Մեղք էի գործել եւ սատանան իմ վրա իշխանություն էր ձեռք բերել, ազդեցություն էր ձեռք բերել եւ ծուղակը վերջապես, որ լարում էր իմ դեմ չէր ստացվում, ստացվել էր։ Եվ ես ընկա այդ ծուղակը, ինչու ընկա ծուղակը, դա ոչ թե ուղղակի ծուղակ է, դա իմ մեղքն է, որովհետև երբ
ուրիշ դեպքերում Աստված ինձ խոսք չի տվել ինչ-որ մարդու համար, ես ասել եմ, որ ոչինչ չեմ կարող ասել ձեզ։ Բայց այդ ժամանակ ինչու ես սկսեցի ստել, ավելացնել, փոխել, երբ որ ոչինչ չկա ինձանից, խոսել իմ եսի համար, հասկանում եք, եկեք հասկանանք, որտեղ սա միայն իմ համար չի, ես իմ համար չեմ այս 2 տարի է գրեթե խոսում և հալածանքների ենթարկվում տարբեր մարդկանց կողմից, որ ուղղակի իմ համար լինի, եթե իմ համար լիներ ուղղակի, այս ամենը Աստված չէր անի, ես իմ սովորական առօրյա կյանքով ապրելով, Աստծովս կապրեի, ես իմ ընտանիքը կծառայի իմ ընտանիքին, որ ավելի շատ թեքեի դեպի Աստված, այդքանով, որտեղ որ Աստված խոսք տար ինչ-որ մեկի համար, մի բարեկամ, մի ընկեր, միգուցե խոսեի, որովհետև Աստծո բոլոր զավակները միևնույն է խոսում են Հիսուսի մասին, այդպես է, պիտի ավետարանենք, պիտի խոսենք, եթե ճանաչում ենք Հիսուսին։ Հիմա, այս ամենը միայն իմ համար չի, այս ամենը ավելի ճիշտ միայն իմ համար չի, բոլորիս համար է, ում որ Աստված բերում է այս ալիք։ Հիմա, ինչ է ստացվում, ես եթե մեղք չգործեի, ես չէի հայտնվի այդ վիճակում ու նորից մեղքի մեջ մտնեի, որովհետև ես չդիմացա ճնշումներին, և ես ընկա մեղքի մեջ, և սատանան բերեց ու օգտագործեց իմ եսը և իմ խղճահարությունը մարդկանց հանդեպ և այն, որ ես կարծում էի, որ ես պիտի անեմ, ես պիտի անեմ, ես պիտի հասցնեմ, ես այս աշխարհն եմ փրկելու։ Բայց Հիսուսը ինձանից դա չի ուզում, որ ես փորձեմ աշխարհը փրկեմ։ Դա ճակերտավոր ասած, որ հասցնեմ 1000, 2000, 10000 մարդու նամակների պատասխանեմ ու ինչ որտեղ էլ արդեն սայթաքեմ, որովհետև կարևորում եմ իմ եսը։ Իսկ որտեղ էր եսը, որտեղ էր եսը։ Այնտեղ, որ ես, տեսեք, ես իմ զգացողություններով եմ պատմում և այն, ինչ որ ինձ Աստված ցույց է տվել, երբ ինձ դիմում են ու ասում են, չէ՞ որ դու Աստծո մարգարե ես, կամ չէ՞ որ դու Սուրբ Հոգին խոսում է քո հետ, ասա ինչ անեմ, ինչ կլինի իմ կյանքում, ու քո եսը այսպես հպարտանում է, մի վայրկյան, Սուրբ Հոգին միշտ խոսում է իմ միջով, ոնց կլինի ես այս անգամ այս մարդուն ասեմ, Սուրբ Հոգին չխոսեց իմ մեջ, ես սուտ դուրս կգամ, ու ինչ եթե այդպես չլինի, ես ստեցի։ Իմ եսի պատճառով ես նոր մեղք գործեցի, որ իմ եսը էլի շոյվի, որ իմ եսը հանկարծ չստացվի, որ Սուրբ Հոգին չի խոսում իմ հետ և այդ աղջկան պատասխան չի տալիս։ Այն դեպքում, երբ որ ես այդ աղջկա հետ չէի ուզում խոսել նույնիսկ այդ հորինված Արուսիկի հետ, չէի խոսում, վանում էր, դատարկություն էի զգում, կեղծիք էի զգում, բայց կապ չունի, ես արեցի այն, ինչը իմ եսը կամեցավ, ոչ թե Աստված, իսկ ով է եսին ղեկավարում, հպարտությունը, սատանան, և սատանան ինձ կարողացավ այդ պահին իշխել իմ եսի միջոցով, և թող ոչ ոք չասի, որ դա իր հետ տեղի չի ունեցել և չի ունենում ինչ-որ պահերի, եթե ինքը չի ուրացել ամբողջությամբ իր անձը, բոլորիս մեջ էլ կա հպարտությունը, հիմա, և եթե դու մտածում ես, որ քո մեջ չի եղել գոնե հպարտություն, դու քեզ ես խաբում, ինձ ես խաբում, ում ես խաբում, Աստծուն էլ մենք չենք կարող խաբել, բոլորիս մեջ էլ հպարտություն եղել է ինչ-որ չափով, օրինակ կան մարդիկ, որ իրենց բնույթով շատ խոնարհ են, ու ես միշտ մտածում էի, արդեն 2 տարի համարյա ինչ Աստծուն ճանաչում, միշտ մտածում էի երանի իրենց, որ իրենց բնույթով խոնարհ են, իսկ ես ոչ, ես խոնարհ չեմ եղել, ես հպարտ մարդ եմ եղել, չնայած ամբողջ կյանքիս ընթացքում փորձել եմ իմ հպարտությունը կոտրել և ծառայել, միշտ, ամեն տեղ, ամենուր ես փորձել եմ իմ հպարտությունը կոտրել և ծառայել, սակայն այդ հպարտությունը եղել է, ըմբոստություն է եղել իմ մեջ։ Հիմա, ուրեմն, ավետիքը,
ոչ թե բացահայտեց, որ ես սատանայի ծառա եմ եւ հազարավոր մարդիկ ուրախացան նրա հետ, մանավանդ երևի կանայք ավելի շատ, ես այդպես եմ հասկանում, ցնծացին ուղղակի, որ վերջապես այդ սատանայի ծառայի դեմքը բացահայտեցիր դու։ Ավետիքը ոչ թե բացահայտեց, որ ես Աստծո ծառան չեմ, սատանայից եմ, այլ ավետիքը փորձելով լինել անպայման դատավոր եւ հենց նորից իր եսի պատճառով, որ պիտի ինքը ճիշտ դուրս գա, ինքը պիտի դա անի, օգտագործվեց Աստծո կողմից, որ իմ սուտը այն կերպ բացահայտվի, որ ես ստիպված լինեմ բոլորի առաջ իմ մեղքը ընդունեմ եւ ասեմ մեղավոր եմ, շատ մեծ մեղք եմ գործել եւ նաեւ խոստովանեմ իմ մյուս մեղքը, որ ես Աստծո խոսքը չեմ պահել ու դրա պատճառով էլ հայտնվել եմ երկրորդ մեղքի մեջ, բայց այդ ընթացքում ուզում եմ ասել, ես մի մեղք եմ գործել, որի մասին մասամբ ձայնագրություն արել էի ինչ որ չափով, ես Աստծուն խոստում եմ տված եղել ու չեմ պահել։ Հասկանում եք, դրանք մեղքեր են, որոնք ծնում են մեղք, բայց այն պահին, որ դու հասկանում ես, որ դու Աստծո դեմ մեղք ես գործել, որ դու Աստծուն խոստում ես տվել, չես պահել, որ Աստված էլ քեզ բան էր ասել, որ պիտի չանեիր, լսել ես, մի տարի դիմացել ես, վերջում խեղճացել ես ու էլի չես արել, դա գիտեք ինչ երկյուղ է, դա գիտեք ինչ վախ է, Աստվածավախ մարդու համար ինչ մեծ երկյուղ է դա, և Հիսուսը երբեք չի թողնում, որ իր զավակները տանեն մի բեռ, որը չեն կարողանա, սակայն այդ բեռի 99%-ը միևնույն է Հիսուսն է տանում, բայց մենք չենք տեսնում։ Ուրեմն, երբ ես Տիրոջս խոսքը չպահեցի, երբ ես նաև Աստծո փառքն իմ վրա վերցրեցի, դրա մասին մի ուրիշ անգամ պիտի անպայման պատմեմ, որովհետև վաղուց եմ ուզում պատմել, բայց իհարկե չգիտակցված, պուճուր, այ պուճուր է սատանան անում շատ դեպքերում, երբ տեսնում է, որ Հիսուսին սիրում ես, պուճուր է անում, որ չզգաս, օգտագործում է քո եսը, հիմա, գիտեք, ես մտածում եմ, միշտ ասում եմ, անդադ ասում եմ Աստծուն, Աստված իմ, եթե այդ քո ողորմածությունը չլիներ իմ հանդեպ, իմ գործած մեղքի պատճառով դու պիտի ինձ վարկենական մեռցնեիր, որովհետև երբ կարդում եմ հին կտակարանում կամ նորում, որտեղ որ մարդ կամ փորձել է ստել Աստծուն, կամ փորձել է նրա փառք վերցնել, կամ խոստումը չի պահել, Աստված մեռցրել է նրան, տեղում, բայց դու ինձ չես մեռցնում, լավ ես, այդ սերը իմ հանդեպ ու յուրաքանչյուր զավակի հանդեպ, պիտի մեզ մղի նրան, որ հասկանալով, թե Աստված ինչքան ողորմած է, այսինքն ինչքան է մեզ սիրում, մենք ամեն դժվարությունն էլ ասենք թող լինի, մենակ թե մենք մաքուր լինենք և մեր Աստծո կողքին լինենք, որովհետև այս ամենը անցողիկ է, այս կյանքը վերջանում է մի օր, ու քեզ սպասում է Հիսուսը գրկաբաց, գիտեք կա ընտրություն, դու այն կյանքիդ վերջին պահին ապաշխարես ու ընդունես Հիսուսին ու գնաս նրա մոտ, թե քո կյանքը նվիրես Հիսուսին և ամեն օր ուրանաս քո եսը, որ սիրես Հիսուսին, դա քո ընտրությունն է, իմ ընտրությունը անցած տարի գարնանից սա է, ամեն օրվա խոսքերս, Տեր խոնարհեցրու ինձ, այնքան, որքան որ կարա մարդը խոնարհ լինի, որովհետև ես չգիտեմ մարդը ինչքան խոնարհ կարա լինի Աստծո առաջ, որովհետև ես չգիտեմ Աստված մարդուն ինչքան կկամենա խոնարհեցնել,
Բայց ես ուզում եմ լինել այնքան խոնար, որքան որ կարա մարդը լինի եւ Աստված կկամենա։ Խոնարհության համար ամեն օր պիտի պատրաստ լինեմ, որ իմ եսը պիտի մեռնի։ Եվ ես ուզում եմ ասել, որ ես ատում եմ այդ եսին, եւ ես միշտ Աստծուն ասում եմ, ես ատում եմ հպարտությունը ու եսը, որովհետեւ ես գիտեմ դա ինչ չարիք է, որովհետեւ դա սատանան է, իսկ ես չեմ ուզում սատանան իմ վրա ազդեցություն ունենա, ես միայն Հիսուսին եմ ուզում։ Ես ուզում եմ Հիսուսին նմանվել, եւ իմ նման մարդ, որ հպարտ է եղել եւ ըմբոստ, ամեն օր խնդրում է Աստծուց խոնարհություն եւ ասում ուզում եմ քեզ նմանվեմ։ Ես վստահ եմ, որ դա սերն է։ Ես չգիտեմ ինչքան մարդ հիմա ինձ կեղծ կհամարի, ինչեր կխոսեք, դա ձեր ընտրությունն է։ Ձեր ընտրությունն է։ Հազարավոր մարդիկ ուրախացել են, որ իբր վերջապես ինձ գտել են, բռնել են, որ ես սուտ մարգարե եմ։ Ես սուտ մարգարե չեմ։ Ես Աստծո այն զավակներից մեկն եմ, ով հերթական անգամ ընկել էր մեղքի մեջ։ Բայց մեր Տերը ողորմած է, եւ երբ մենք ընդունում ենք մեր մեղքը, նա մեզ ազատում է, մաքրում է եւ ժպտալով մեզ իր գիրկն է առնում, ուրախանալով մեր համար, որ այդ մեղքից էլ ազատվեցինք։ Դուք պիտի հասկանաք, մենք պիտի հասկանանք Աստծո սերը ինչպիսին է, եւ Աստված ավելի խիստ է բարկանում իր ծառաների հանդեպ, եւ ես դա իմ վրա զգացել եմ։ Երբ անցած տարի ես հպարտության պատճառով այդ անցած գարնանը 25 թվականի ես Աստծո տված խոսքս դրժեցի ու միանգամից չհասկացա եւ Աստծո երկյուղը եկավ իմ վրա եւ Աստծո փառքը իմ վրա վերցրեցի առանց հասկանալու Աստծո երկյուղը ես զգացի ես հասկացա որ իմ Տերը իմացություն ունեցա, հասկանում եք աղոթքի ժամանակ, որ նա ավելի խիստ է իր ծառաների հանդեպ, ավելի խիստ է, ավելի շատ բան է պահանջում։ Ես այդ պահին, երբ հասկացա, որ նա ավելի խիստ է իմ հանդեպ, ես մտածեցի, որ ճիշտ է դա ուրեմն, որովհետև չէ, որ նա խոսում է իմ միջոցով եւ առաջնորդում է իր զավակներին, ուրեմն ես իմ հանդեպ ավելի խիստ պիտի լինի, որ ես ավելի մաքուր լինեմ, որ մաքրությամբ տանեմ մարդկանց։ Ես այդ ժամանակ իմացա եւ խոնարհվեցի այդ իմացությանը միանգամից։ Ուզում եմ ասել, որ ես նորից եմ ասում, ամենասովորական աշխարհիկ կյանքով ապրող մարդ եմ եղել։ Ինձ իմ հավատն է փրկել, որովհետև իմ հավատը մեծ է եղել։ Եվ մանուկ ժամանակից ես միշտ Հիսուսին ունեցել եմ իմ մեջ եւ նա միշտ իմ կողքին է եղել։ Նա ինձ ես երեք ասում Աստված ջան, եթե դու չկամենայիր, ես երևի մի 10 անգամ պիտի մահացած լինեի։ Ես 10 անգամ հետս բերել չես թողել, որ ես մահանամ, մեռնեմ կյանքում ֆիզիկապես, շատ պահեր են եղել։ Ես պիտի մեռած լինեի, Աստված չի թողել, նա միշտ իմ հետ է եղել եւ նա բերել հասցրել է մի օր նրան, որ ես ապաշխարել եմ ու դարձել եմ իրենը, պատկանել եմ իրեն, բայց միանգամից ինձ ծառայություն տալով ոչ թե ես եմ ինձ ուզում արդարացնել, որովհետև ես դրա մասին ձայնագրություն էլ ունեմ, եթե մենք փորձենք մեզ արդարացնել, դա կլինի կեղծ, արդարացնողը միայն Տեր Աստվածն է, եւ չկա արդար մարդ առանց Աստծո արդարացման, Աստված մեզ ներում է, մաքրում է եւ արդար է դարձնում, եւ Աստված ինձ վերցնելով այդ աշխարհի կյանքից, միանգամից դարձրեց իր ծառան, եւ իմ ամեն խոսքը, որ ես խոսել եմ, հիմնականում եղել է հիմնված նրա վրա, ինչ որ Աստված գործել է իմ կյանքում եւ ինձ սովորեցնելով խոսել մարդկանց հետ։ Իմ սխալների վրա, իմ ճանապարհի վրա, ինչ որ Սուրբ Հոգին ինձ սովորեցրել է, ես խոսել եմ։ Ես չեմ ունեցել մի ժամանակ, մի տարի կամ կես տարի, որ գոնե հոգեվոր կյանք վարեմ, հետո անցնեմ ծառայության, հասկանում եք։ Բայց
Ես փորձել եմ ամեն օր ավելի մաքուր լինել։ Ես շատ եմ աշխատել իմ վրա ամեն օր։ Յուրաքանչյուր արատ թերություն, որ Աստված ինձ ցույց է տվել իմ մեջ, ես ամեն օր աշխատել եմ։ Ինչպես է մարզիկը մարզվում, սպորտսմենը մարզվում իր մկաների վրա, իր մարմնի, ես իմ հոգու վրա եմ այդպես աշխատել։ Եվ ես հարցրեցի, երբ ավետիքի տեսանյութը տեսա, ես հարցրեցի Տեր, բայց սա կարող էր լինել իմ ու քո մեջ, ինչու եղավ այսպես։ Ու ստացվեց, որ այո, արդեն 8-ին ամիս է ես քայլում այն ճանապարհով, որտեղ Աստված ինձ խոնարհություն է սովորեցնում, եւ ավելի շատ սիրել է սովորեցնում, եւ ավելի է մաքրում, եւ շատ դժվար օրեր եմ ունեցել, շատ դժվար։ Դա միայն այն մարդիկ գիտեն ու կհասկանան, ովքեր իրոք Աստծո հետևից են քայլում եւ գիտեն ինչ հոգեվոր դժվար ճանապարհ են անցնում, բայց մենք երջանիկ ենք եւ երանություն է այդ ճանապարհը մեր համար, ինչքան էլ որ դժվար լինի, որտեղ մեր համար ամենակարևորը Հիսուսին մոտիկ լինելն է։ Եվ Աստված ասում եմ, սա կարող էր իմ ու քո մեջ լինել, ինչու այսպես եղավ։ Եվ մի անգամից ես հասկացա, իմացություն ունեցա, որ այսպես ես ավելի իմ եսը վերջնական այսպես կմեռնի, որովհետև ես ատում եմ իրեն։ Հասկանում եք, եւ գարնան վերջ ամառվա սկիզբ, երբ իմ հետ էլի շատ վատ դեպքեր եղան, վատ օրեր, ես հայտնվեցի վատ պատմության մեջ, այդ ամենը տեղի էր ունենում հենց այդ նույն ժամանակում, երբ ես ուրացա Աստծո խոսքը, որ ինձ տվել էր, որ ես պահեմ, եւ ես խոստումս խախտեցի, եւ ընկա ավելի շատ սխալի մեջ, եւ Աստված այդ ամենը թույլ տվեց իմ կյանքում, եւ այդ ամենի միջոցով այնքան բան ինձ սովորեցրեց, եւ այդ ամենն էլ ես փոխանցեցի ձեզ ու փոխանցում եմ դեռ, ու Եվ ես սովորեցի Աստծո երկյուղ, եւ ես ավելի խոնարհ դարձա, եւ այդ ընթացքում, երբ Աստծո բարկությունը զգում էի վրա, ես նրան ավելի էի սիրում, ավելի էի պատրաստ այդ բոլոր դժվարություններին, որովհետեւ նրա սերը այնքան շատ էր իմ մեջ, որ ես ամենաշատը վախենում էի նրան կորցնելուց, եւ ես պատրաստ էի խոնարհվել մինչեւ անհատակություն, չգիտեմ ինչ աստիճան, մենակ թե հանկարծ իմ Աստծուն չկորցնեմ, մենակ Հիսուսս իմ մոտից չհեռանա։ Ես շնորհակալ եմ Աստծուն։ Ես այդ ժամանակից մինչև հիմա ու միշտ աղոթելու եմ բոլոր մարդկանց համար, ովքեր որ թեկուզ հենց իրենց հպարտության պատճառով, չարի դրդմամբ եւ այլն փորձել են ինձ վնասել, չարախոսել, վատաբանել եւ այլն, ծուղակներ լարել, այնքան հեռուն գնալ ինձ վնասելու համար, որ հասնել արդեն այնտեղ, որ իրոք պետք չէ, հասնել հարազատներին եւ այլն։ Բայց ես աղոթել եմ ու աղոթում եմ ձեր համար ու միշտ աղոթելու եմ, որովհետեւ ես միշտ մտածում եմ, որ դա դուք չեք, դա չարն է անում։ Եվ ես ձեզանից ոչ մի բանով առավել չեմ։ Ամեն օր աշխատում եմ, որ իմ սիրտը ամեն տեսակ չարությունից դուրս գա, բայց ես աղոթում եմ, որ դուք էլ այդ աղոթքները անեք ձեր կյանքում, որ ձեր սիրտը մաքրվի, որ չնախանձեք, որ չդատեք։ Ես ուզում եմ այն լույսը, որ լցվել է իմ կյանք, ձեր կյանքում էլ լցվի։ Ես ուզում եմ, որ դուք օրհնված ու պաշտպանված լինեք, ես տեսել եմ խավարը, ես տեսել եմ մութը, ես տեսել եմ դժոխքը, ու ես տեսել եմ Աստծուն, ես տեսել եմ Հիսուսին։ Ես եղել եմ հպարտ, եկաբալես, ու դարձել եմ խոնարհ։ Հաբալես։ Ես զգացել եմ ու զգում եմ ինչ է Աստծո օրհնությունը, ուզում եմ դա ձեր բոլորի համար։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, ես հուսով եմ, որ վերջնական մեռավ իմ մեջի եսն ու հպարտությունը, որովհետև ինչ տեղի ունեցավ այդ օրը, երբ
ես տեսա ավետքի տեսագրությունը, որտեղ որ վերջում այդ աղջկա հետ կապված հորինված նա ճիշտ էր, որովհետև ես էի խոսում դա, ես հիշում եի այդ իմ ձայնագրությունը, նամակագրությունը, մարդը ճիշտ էր, ես ինչ զգացի, ուրեմն չեմ հիշում որ պահին, նախ ուզում եմ ասել, որ մարդիկ դաժան են շատ ու մենք դա գիտենք, որովհետև ես անընդհատ հիշում եմ Հիսուս Քրիստոսի ժամանակ, տիրոջ ժամանակ, երբ ֆիլմերով էլ նայում ենք, երբ կայսրը չէ։ Մի խոսքով, երբ հռոմեական կառավարիչը նրանց հարցնում է ում ազատեմ, նրանք ընտրում են Բարաբային ոչ թե Հիսուս Քրիստոսին եւ երբ ասում է պատիժի մասին, այնպիսի մի քաղցով, տենչանքով, իղձով են գոռում բոլորը խաչել, խաչել ու մարդկանց դաժանությունն ենք տեսնում այդտեղ։ Ես ու իմ նման մարդիկ բոլորս էլ ինչ որ միտեղ, երբ արդեն տիրոջն ենք դառնում, մենք այդ դաժանության շատ պուճուրիկ տոկոսը շատ պուճուրիկ անհամեմատելի միկրո տոկոսը զգում ենք մեր վրա եւ մարդիկ այսպես շատ խիստ դաժան են լինում մեր հանդեպ եւ ուզում են մինչեւ վերջ ցավացնել այնպես որ էլ չդիմանա քո սիրտը այդպես իմ հետ արդեն եղել է եւ այդ օրն էլ եղավ եւ լինում էր սակայն Սուրբ Հոգին ինձ մխիթարեց եւ ինչ էի ուզում ասել ինչ որ մի պահի ես հուզմունքից ես հասկացա որ ես միևնույն է չեմ լսի Աստված ինչ է ինձ ուզում ասել ես ուղղակի բացեցի Աստվածաշունչը այն մտքով որ Տերս գոնե այստեղով ինձ ուղղորդիր հիմա քո խոսքի միջոցով եւ բացվեց Հիսուսի մահը եւ խաչ բարձրանալը խաչելիությունը եւ ես չկարողացա հասկանալ մեջ այնպիսի վիճակ էր ես չի կարող հասկանալ բայց այդ էջ այդպես թողեցի բաց ուղղակի ու գնացի իմանալով որ հաստատ այդտեղ կա պատասխան իմ համար սակայն դրանից անցավ ինչ որ պահեր ես կամ դրանից առաջ միգուցե շփոթվեմ ես իմ մեջ մի պահ զգացի որ ես մեռա ու ես հիշում եմ այդ խոսքերի պես հոգուս մեջ ոնց որ հնչեր ես մահացա բայց դա ոչ վախն էր որ բա ես ամ վախից կմեռնեմ չէ որովհետև ես միշտ ինչ լինում է այդ պահին էլ ասում եմ թող Տիրոջ կամքը լինի Տերը իմ հետ է եթե ես սխալ եմ ուրեմն պիտի այդպես լինի ճիշտ է արդար է որ ես սխալվել եմ պիտի պատասխան տամ բայց պիտի միշտ հիշենք մենք արդարությամբ չենք պատասխան տալիս ուղղակի Աստված թողնում է մենք այնքան պատասխան տանք որ փոխվենք ավելի լավը դառնանք որովհետև Աստված մեզ ողորմությամբ է պահում մենք իր ողորմության մեջ ենք ոչ թե արդարության Եթե արդարության մեջ լինեի, ես հիմա վաղուց չէի լինի արդեն, մեռած պիտի լինեի։ Ու այդ պահին ես ինձ հիշեցնում որ Աստված իմ հետ է, ես սխալ եմ, այո, բայց Աստված ինձ սիրում է։ Մենք պիտի միշտ դա մեզ հիշեցնենք, որովհետև Աստված մեզ ամենամեղավոր ժամանակ սիրեց ու փրկեց մեզ։ Ու հիմիկվա գործած մեղքերը Աստված շատ լավ նախապես գիտի, երբ ինչ մեղք են գործելու։ Եվ նա մեզ սիրում է, եւ նա մեր հետ է, չմոռանաք երբեք։ Հիսուսը քո հետ է, Հիսուսը քո ձեռքը երբեք բաց չի թողնի եւ նա ասել է որ Հայր Աստված ում որ տվեց իրեն իր ձեռքերին նա երբեք չի կորցնի եւ դա այդպես է հիմա այո իմ հոգում ես լսեցի որ ես մեռա բայց ասում ինչու ես այսպեսի բան լսում ես կամ մտածում ես ոչ վախից մեռնելու ցանկություն ունեմ ոչ ամոթից այսպես գնամ ինձ մի վնաս տամ կամ ինչ որ մի բան այդ չի Բայց ես ինչ եմ զգում, որ ես մեռա, ու դա էլ անցավ։ Դրա հաջորդ օրը արդեն նորից կարդացի, խնդրելով, որ Սուրբ Հոգին ինձ ցույց տա, այստեղ դու ինձ ինչ ես ուզում ասած լինել, Տեր, ինչի է բացվել Հիսուս Քրիստոսի խաչ բարձրանալը, նրա մահը, նրա չարչարանքը ու նրա մահը, հետո հարություն։ Ու այդ պահին ես հիշեցի, որ իմ սրտի մեջ ես լսել եմ, որ ես մեռա, ու սկսեցի աղոթել այդ պահին էլ ամբողջը չհասկացա հետո արդեն Աստված ինձ ցույց տվեց որ մեր անձը եթե մենք ձգտում ենք որ մեր անձը կորցնենք եթե մենք ձգտում ենք որ հպարտությունից իրոք
իրոք ազատվենք, եթե մենք իրոք կամեցել ենք եւ մեր Տիրոջը հայտնել ենք, որ Տեր, ես ուզում եմ իմ անձից ազատվեմ, ուրանամ իմ անձը, թող մեռնի իմ անձը, իրոք մեռնի, ես էլ այդ անձը եսը չեմ ուզում, քեզ եմ ուզում, Աստված կբերի դրան։ Ուղղակի ինչ ձևով, նա ինքն է ընտրելու, բայց դու էլ քո սխալներով ես թույլ տալու, թե ինչ տեղի ունենա քո կյանքում։ Ես իմ մեղքերի արդյունքն եմ ուտում ուղղակի։ Ես իմ մեղքերի արդյունքն եմ իմ վրա զգում։ Եվ Աստված օգտագործում է մեր սխալները, այսինքն Աստված միշտ չարին օգտագործում է, որ մեր սխալների միջոցով մեզ հենց մաքրի այդ սխալներից, եթե մենք դա ընդունում ենք։ Հիմա եւ վերջի վերջո Աստված ինձ տվեց իմացություն, որ դա իմ անձի մահն էր, մահացավ իմ անձը, մահացավ իմ հպարտությունը ու այդ պատճառով էր դա այդքան մեծ ու ուժեղ, որովհետեւ բոլորի մոտ ընդունել, որ դու սխալ ես, մեղավոր ես, թե փախնես ճշմարտությունից, դա դու ես ընտրում եւ այդ սխալներից, այդ ցավերի մեջ չմեղադրես Աստծուն, ասես, ինչի դու կարայիր չթողեիր, ինչի, ուրեմն դու կեղծ ես, դու փախնում ես ճշմարտությունից, բայց եթե դու ընդունում ես, որ դու սխալ ես, դու մեղավոր ես, այո, շատ մեղավոր ես, այո, իմ հպարտության պատճառով ես ընկել եմ այդ մեղքերի մեջ, բայց հասկանում ես, որ միևնույնն է, եթե այդ դեպքում քեզ Աստված պաշտպաներ, մի ուրիշ տեղ մեկը հպարտությունդ մեռած չի, նա դեռ գործելու է, իսկ դու խնդրել ես Աստծուն, որ այդ հպարտությունը քո մեջ սպանի, վերացնի, այսինքն պիտի միևնույն է մի ձև տեղի ունենար, դա կլինի այդ դեպքով, թե ուրիշ դեպքով, թող Աստծու կամքը լինի, բայց եթե մենք ուզում ենք, որ ազատվենք հպարտությունից, խոնարհվենք, ուրեմն պիտի լինի ցավոտ, ուրեմն պիտի լինի ճշմարտություն եւ ուրեմն ինչ որ մի այսպիսի դեպքի մեջով ես պիտի անցնեի, որ վերջնական ազատվեի իմ եսից եւ պիտի մեր անձը, մեր եսը խաչը բարձրանա ու մահանա։ Ու գիտեք ինչքան էլ ցավոտ լինի, ես ուրախ եմ, ես շնորհակալ եմ, ինչու, որովհետեւ իմ նպատակն է դա։ Իմ նպատակը կյանքի նմանվել Հիսուս Քրիստոսին, լինել հեզ, իսկ ես հեզ չեմ եղել, ես խոնարհ չեմ եղել ու ես ուզում եմ նմանվել Հիսուսին, դա իմ ընտրությունն է եւ մյուս մարդկանց ընտրությունն էլ այն է, ինչ որ իրենք ուզում են, ինչ անում են, յուրաքանչյուրս գիտենք, թե մենք ինչ ենք ընտրում։ Իմ Տերն ասել է օրհնիր քեզ անիծողներին, օրհնիր քո վատը կամեցողներին, ես չեմ ուզում ասել թշնամիներին, որովհետև ես ինձ թշնամի չեմ համարում ոչ մեկին, բայց մարդիկ են թշնամանում իմ հետ։ Ես սիրում եմ ձեզ բոլորիդ ու դա գիտի Աստված, ինչու, որովհետև Աստված է ինձ դա սովորեցնում, իմ խնդրանքով Աստված ինձ սովորեցնում է դա։ Ես աղոթում եմ բոլորիդ համար, ովքեր ինչ չար նպատակ էլ որ ունեցել են ու Աստված դա օգտագործել է, դարձրել է բարին, որպեսզի դրա միջոցով ինձ իրեն ավելի մոտեցնի։ Ովքեր ինչ չար նպատակ, չար խոսք, չար մտադրություններ, ինչեր որ արել են, ունեն դեռ, ես օրհնում եմ ձեզ Հիսուս Քրիստոսի անունով, որովհետև Հիսուս Քրիստոսն ասել է, որ այդ եթե դու լսում ես իմ խոսքը ու չես կատարում, դու նման ես այսինչ մարդուն, եթե կատարում ես նման ես այսինչ մարդուն։ Ես ուզում եմ նմանվել այն մարդուն, որ իր տունը ամուր ժայռի վրա է կառուցել, որովհետև լսել է Հիսուսի խոսքը եւ պահել է, հետևել է, ոչ թե մերժել է իր հպարտության պատճառով ու անցել գնացել է։ Լսել եւ ընկալել, ընդունել ու կատարել։ Ես այդ մարդն եմ ուզում լինել։ Եվ եթե իմ Տերն ասել է սիրիր թշնամուն, օրհնիր նրան, օրհնիր քեզ անիծողին, ես դարձել եմ այդպիսին եւ ավելի կդառնամ այդպիսին, որովհետեւ ես խնդրում եմ, որ Աստված ինձ դա տա եւ ինչ որ Տիրոջ անունով խնդրում ենք նրա կամքի մեջ, մենք դա ստանում ենք։ Այն ժամանակ, երբ որ ես մեղք գործեցի, խոստումս խախտեցի եւ չար ինձ վրա իշխանություն գտավ, ես այդ ժամանակ այս 2 տարվա մեջ իրոք բարկացա, իրոք ջղայնացա եւ գործեցի անարդարություն։ Ես ում վրա որ ջղայնացած, բարկացած ու նեղացած էի, նրանից բան թաքցրեցի։ Իսկ բան թաքցնելը դա նույնն է, որ ստելը, ու բան թաքցրեցի
Եվ նա այդ իմ թաքցրած այնպես օգտագործեց իմ դեմ, որ դրա շատ ծանր եղավ իմ համար, բայց դա էլ Աստված օգտագործեց, որ ինձ նորից մաքրի, խոնարհեցնի ու ավելի շատ իմաստություն տա, սովորեցնի։ Մենք միշտ էլ ստանում ենք Աստծուց այն, ինչ խնդրում ենք նրա կամքի մեջ, միշտ հիշեք, նրա կամքի մեջ։ Եվ եթե դու ուզում ես նմանվել Հիսուսին, բայց չես աղոթում, չես օրհնում բոլոր չարը գործողների համար քո հանդեպ, քեզ անիծողների համար, չես աղոթում, ուրեմն դու չես ուզում նմանվել Հիսուսին, ուրեմն քո հպարտությունը քեզ չի թողնում, քո մեջ այդքան սեր չկա, որովհետև հպարտությունը չի թողնում, որ Հիսուսի սերը ամբողջովին լցվի քո սրտի մեջ ու դու սիրես բոլորին։ Ոնց կարող ենք սիրել Հիսուսին, բայց նրա զավակներին չէ։ Ինչ եթե նրանք սխալ են գործում, բայց մեզանից ով սխալ չի գործում։ Հիսուսը մեզ մեր մեղքերով սիրեց։ Գիտեք, բոլոր այն մարդիկ, ովքեր իմ այդ սխալը, իմ այդ մեղքը տեսան եւ չդատեցին ինձ ու չդատեցին եւ հավատում են, որ ես Աստծուն եմ պատկանում, այդ ինչու իրենք ինձ չդատեցին։ Որովհետև իրենց մեջ սեր կար, երբ որ սերը կա, դու էլ չես դատում, դու չես դատում եւ դու չես մեղադրում, դու չես համարում, որ այդ մարդը Աստծուց չի, որովհետև քո մեջ սեր կա, դու ներող ես դառնում։ Եվ ես իմ Աստծուն ճանաչելով այնքան, որքան որ ճանաչում եմ մեր Աստծուն, մեր Տեր Հիսուսին, մեր Հայր Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ նրանց Սուրբ Հոգուն, որ մխիթարում է մեզ ամեն ցավի մեջ, նրանց որքանով որ ես ճանաչում եմ, ես գիտեմ, որ նա մեզ այնքան է սիրում, որ եթե թույլ է տվել, որ մենք ցավը զգանք, դա թույլ է տվել, որ մենք ուղղվենք, շտկվենք եւ միշտ այդ ցավից հետո այնպիսի մեծ օրհնություն է լինում եւ Աստված մեզ ավելի շատ է օրհնում եւ նրա հրաշքներն են կատարվում մեր կյանքում եւ ես իմ հորը ճանաչելով, իմ երկնային հորը ճանաչելով, ես հավատում եմ, որ ցավին, ընդունած մեղքին եւ զղջումին կհաջորդի ավելի շատ օրհնություն, բայց ոչ թե իմ համար եմ ասում, այլ իմ ծառայության համար։ Եվ գիտեք, եթե ուզում եմ երևի այսքանով ավարտեմ, ով եմ ես, որ եթե այս ծառայությունը ինձանից լինի ու ես Աստծունը չլինեմ, այդ ով եմ ես, որ կարողանամ ինձանով շարունակել, ով եմ ես։ Այդ ով դառա ես։ Ես ոչինչ եմ Աստծու առաջ, ոչնչություն եմ Աստծու առաջ, բայց երջանկությունն է գիտակցել, որ դու ոչինչ ես Աստծու առաջ, բայց քո ոչինչ լինելով Աստծու զորության առաջ, դու այնքան սիրելի ես, դու այնքան թանկ ես։ Եվ ներողություն եմ խնդրում, որ այս հոլովակը շատ կտրտված է լինելու, գիտեմ, որովհետև իմ երկու երեխաները չեն թողնում, որ ես մտքերս հավաքեմ նորմալ եւ առանց ընդմիջումների խոսեմ։ Փառք քեզ իմ Տեր Աստված, շնորհակալ եմ ամեն ինչի համար, որ կատարվում է իմ կյանքում, ամեն հեշտության ու դժվարության, քո թեև բարկության համար, որով ինձ ուղղում ես եւ քեզ ավելի ես մոտեցնում, քո օրհնությունների համար, քո սիրո համար, քո ողորմության համար, ողորմածության, որ ողորմած ես իմ հանդեպ ու քո բոլոր զավակների, որ մեր մեղքերը մեզ ներում ես։ Շնորհակալ եմ, սիրում եմ քեզ իմ Տեր Հիսուս Քրիստոս եւ կարծում եմ կույր է այն մարդը հոգով ու սրտով, որ կարող է լսել իմ ձայնագրությունները Աստծու մասին, որտեղ ես հայտնում եմ, արտահայտում եմ թե իմ սերը, թե իմ հավատը, թե իմ վստահությունը Աստծու հանդեպ, երբ նրանք լսում են ու
չեն տեսնում, որ ես Աստծո զավակն եմ, մտածում եմ, որ ես սատանայից եմ։ Սատանան ոչ կփառաբանի Աստծուն, ոչ կսիրի Աստծուն, ոչ կփորձի Աստծո զավակներին տանել դեպի ապաշխարություն, դեպի Աստված։ Սատանան ինչքան էլ որ փորձի աստվածաշնչյան ճշմարտությունները խոսել, նա չի կարողանա ձեր սրտի մեջ սեր դնել Աստծո հանդեպ։ Չի կարողանա, նա չի ուզի եւ չի կարող, դա սատանայինը չէ, սատանան ատում է Աստծուն։ Սատանան ատում է Հիսուսին եւ ուզում եմ իմանաք, որ Սատանան նույն կերպ ատում է մեզ, որովհետև մենք Հիսուսին ենք պատկանում, նա մեր մեջ Հիսուսին է տեսնում եւ նույն ատելությամբ մեր հանդեպ է լցված։ Եվ երբեք մարդիկ կարող են խոսել, երբ ասում են Սատանան ամբողջ Աստվածաշունչը գիտի, ճշմարտությունը գիտի, այո, նա գիտի եւ նա կարող է ամբողջ Աստվածաշունչը ճիշտ կերպով ձեզ ներկայացնել, բայց նա չի կարող ձեզ տանել դեպի Աստծո սերը։ Եվ եթե դուք լսում եք մարդուն ու մոտենում եք Աստծուն, եթե դու լսում ես մարդուն ու Աստծո սերն ես զգում, ավելի ես սիրում Աստծուն, հասկանում ես, որ դու Աստծուն սիրելի ես, տեսնում ես քո սխալները ու մոտենում ես Աստծուն, դա չի կարող սատանայից լինել, դա եկեք հասկանանք, որ